2020 թվականի հունվարի 17-ին հենց այս շենքում հայտնաբերվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գյորգի Կուտոյանի մարմինը, 35 կրակոց։ Ինչու՞։ Դեպքից 5 տարի անց հարցերը դեռ չունեն պատասխաններ։ Գյորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր իր բնակարանում Քունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Կուտոյանի հետ դեպքը տեղի էր ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ ինն ու երեխան եղել են ծնողների տանը։ Հայտնել էինք նաև, որ կրակոցն արձակվել էր իրեն պատկանող զենքից։ Տան սենյակի պատերին 35 կրակոցի հետքեր էին արկա եղել, որոնք տարբեր օրերի էր Կուտոյանը կրակել պատերին։ Դեպքից անմիջապես հետո հարուցվեց քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով ինքնասպանության հասցնել։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր գլոկ տեսակի ատրճանակ։ Տեղում պարզվել էր, որ զենքը օրինական է։ Կուտոյանը զենքը ստացել էր Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից պարգևատրման կարգով։ Կուտոյանին գտան մահացած 2018 թվականի իշխանափոխությունից 2 տարի անց, ու առաջին վարկածը, որ առաջ քաշվեց, նա էր, որ Գյորգի Կուտոյանը ահռելի ինֆորմացիայի էր տիրապետում, ու միգուցե նրան իշխանափոխությունից հետո ասել էին, կամ պետք է ցուցմունք տաս նախկին իշխանության դեմ, կամ կալանավորվես, իսկ նա նախընտրեց վերջ տալ իր երիտասարդ կյանքին։ Մեկ այլ վարկածի միգուցե նա չհամակերպվեց այսօրվա իրականության հետ, վարկածներ, որոնք մինչ օրս առաջ են քաշվում ու դեռևս չունեն հիմնավորումներ։ Իսկ ինչ են պատմում Գյորգի Կուտոյանի մտերիմները, հարցաքննված հարևանները։ Պատիվ եմ ունեցել ճանաչելու պարոն Կուտոյանին, ավելին ասեմ, ինքը իմ լավ հարևանն է եղել, իրենց ընտանիքը, եւ ցավով եմ նշում, որ այլևս նա մեր հետ չի, եւ որպես հարևան, եւ որպես ընկեր, լուսավոր հիշողություններ ունեմ այդ մարդու հետ կապված, իր պահվածքի, իր խորիմաստ խոսքի, երեխայի հանդեպ վարքի, ընտանիքի հանդեպ վարքի, հարևանների հանդեպ վարքի, իր պրոֆեսիոնալիզմի եւ իր պատկերացրած սպայի պատվի մասին խորագույն հարգանք ունի։ Այն ինչ իր հետ տեղի է ունեցել, իմ համոզմամբ իր սպայի պատիվը ամեն ինչից վեր դասելու մասին է։ Մանրամասներին չեմ ուզում շատ անդրադառնամ, որտեղ ինձ էլի ամեն հիշելիս ցավ է պատճառում։ Իրավապահ մարմինները ինձ հարցաքննել են, ինչ որ գիտեմ ասել եմ, ավելին չեմ ուզում ասել, առավել ևս հրապարակային, միայն կասեմ, որ խորը համոզում ունեմ, որ Գյորգի Կուտոյանը, կրկնեմ, այն ինչ իր հետ տեղի է ունեցել իր որոշմամբ, տեղի ունեցել նրա պատճառով, որ ինքը չկարողացավ մեկտեղել այն ինչ տեղի ունեցավ այդ պահին Հայաստանում եւ շարունակվում է առ այսօր տեղի ունենալը Հայաստանի հետ, դա չկարողացավ մեկտեղել իր սպայի պատվի, իր գեներալի պատվի հետ։ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հիշում է, ինչպես Գյորգի Կուտոյանը մտավ առաջին անգամ ազգային անվտանգության ծառայության շենք ու ինչն ազգաց լսելով նրա ինքնասպան լինելու մասին։ Ես Գյորգի Կուտոյանին ճանաչել եմ դեռևս 2013-2014 թվականներից սկսած առանձին աշխատանքային հարցերի քննարկումների հետ կապված առիթ է եղել է եւ մենք ունեցել ենք նաեւ շփման դրսի շրջանակ։ Իհարկե մեր հարաբերությունները այդպես ասած մտերիմ չեն եղել եւ ամենօրյա ռեժիմ չեն կրել մեր հանդիպումները, շփումները, բայց մենք ունեցել ենք միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք, ընդգծված հարգանք։ Հետո երբ 2016 թվականին Գյորգի Կուտոյանը ԱԾ նախկին տնօրեն պարոն Հակոբյանի Գորի Գուրգենիչի կենսաթոշակի անցնելուց հետո նշանակվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում, բնականաբար մեր շփումները արդեն աշխատանքի բերումով ավելի ակտիվացան, ավելի այսպես ասած շփման շրջանակները ավելի մեծացան։ Հետո երբ առաջարկություն ստացա նշանակվել քննչական դեպարտամենտի պետի պաշտոնում, արդեն աշխատում է ուղիղ իր ենթակայության ներքո։ Գիտեք,
երևի իմ կենսագրության ընթացքում, ընդհանրապես այս տարիների ընթացքում ամենաողբերգական դեպքը, ինչ տեղի ունեցել, դա Գյորգի Կուտոյանի, նկատի ունեմ այսպես լոկալ դեպքերի մասին եմ ես խոսում, գլոբալ դեպքերի մասին չեմ ասում, Գյորգի Կուտոյանի մահվան դեպքն էր։ Ես ի պաշտոնե առիթ չեմ ունեցել զբաղվելու ինքնասպանության դեպքի արդիվ հարուցված քրեական գործի քննությամբ, նաև իմ ղեկավարած օպերատիվ ստորաբաժանումը այդ ժամանակ ես զբաղեցնում էի 5-րդ դեպարտամենտի պետի պաշտոնը անվտանգության ծառայությունում, դա ինչպես գիտեք տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտն էր եւ ես օպերատիվ նույնիսկ ուղեկցումը չեմ իրականացրել, այսինքն օպերատիվ աշխատանք չեմ իրականացրել այդ ինքնասպանության դեպքի քննության առիթով։ Գործը չեմ թերթել, ծանոթ չեմ գործի նյութերին, այսպես ավելի կոնկրետ ասեմ, բայց հիմնարկի ներսում գտնվելով, ինչպես նաև ես արդեն ասացի, որ կա նաև դրսի ընկերական շրջապատ, ընդհանուր ընկերական շրջապատ, իրենց հետ խոսելով, ընդհանուր մտքեր փոխանակելով, կարող եմ վստահաբար ձեզ ասել, որ սա համենայն դեպս դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, սա ինքնասպանություն է, ինչ որ տեղի է ունեցել, այստեղ չի կարելի ինչ որ, այսպես ասած, թաքուն ստվերային բաներ փնտրել, իհարկե փնտրել միշտ կարելի է, բայց ուղղակի անիմաստ եմ համարում, որովհետև չկան այդպիսի տվյալներ նախանշող, որ դեպքը ինքնասպանություն չի կամ կարելի է առաջ քաշել այլ վարկած, եւ այն պայմանավորված է հիմնականում նրանով, որ Գյորգի Կուտոյանը պարզապես չդիմացավ այն իրականությանը, որում մենք ապրում ենք։ Դա նաև խոսում է այն մասին, որ Գյորգի Կուտոյանը խիստ պատասխանատու մարդ էր, զգացմունքային նաև, երևի միգուցե դա է պատճառը, որ գնաց այդ նման քայլի։ Պարոն Համբարձումյան, նշեցիք, որ միշտ ինքնասպանության հետ կապված հնարավոր է վարկածներ գտնել, վարկածներ առաջ քաշել։ Այսպիսի մի վարկած մշտապես առաջ է քաշում։ Կամ ասում են պետք է նա ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ, կամ կգնար կալանավայր եւ նա ընտրեց այս ճանապարհը։ Ինչի վերաբերյալ ցուցմունք պիտի տար։ Ինքը ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր, շատ տեղեկությունների էր տիրապետում։ Եվ արդյոք պետք է գնալ եւ օգնել ներկայիս իշխանություններին եւ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ։ Քնար, տեսեք, ազգային անվտանգության ծառայության տնօրեն լինելը չի նշանակում, որ դու օթից ինֆորմացիաների ես տիրապետում։ Եթե կան ինչ-որ ինֆորմացիաներ, այդ ինֆորմացիաները ոչ թե անվտանգության ծառայության տնօրենն է ձեռք բերում, այլ ձեռք են բերում ցածր օղակները։ Ցածր օղակների ձեռքբերման արդյունքում ինֆորմացիան սկսում է բարձրանալ դեպի տնօրեն։ Այսինքն, եթե կա նման ինֆորմացիա, այդ ինֆորմացիան հնարավոր է ստանալ ոչ միայն Գյորգի Կուտոյանից կամ ԱԾ ցանկացած տնօրենից, այլ այդ ինֆորմացիան արձանագրվում ու պահվում է ԱԾ-ում։ Պատկերացրեցիք, չէ՞, ինչ եմ ուզում ասել։ Այսինքն, մեկ անձի մոտ չի այդ ինֆորմացիան կուտակվում, այդ ինֆորմացիան կուտակվում է ԱԾ-ում։ Հետևաբար, վարկածը, որ կար ինֆորմացիա, ու այդ ինֆորմացիայի շուրջ պետք է հարցաքննվեր Գյորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ ինչ-ինչ հարցերի շուրջ ցուցմունքներ տար, նա էլ գնաց այս քայլին, որպեսզի ցուցմունքներ չտար, դա էս պարզապես դա մերկապարոնոց փաստարկ է, այդպես չի լինում, եթե կա ինֆորմացիա, որը կարևոր է, այդ ինֆորմացիան իրավասու մարմինները, նույն այսօրվա գործող իշխանությունները հանգիստ կարող էին ստանալ ԱԾ-ից։ Միջև Կուտոյանին հասնել այդ ինֆորմացիան ձեռք են բերում ստորին օղակները, այսինքն ստորադաս աշխատողները, օպերատիվ կազմը, իրենց ղեկավարները, տնօրենի տեղակալները, հետո նոր դա զեկուցվում է ԱԾ տնօրենին եւ դա այդ ամբողջը փաստաթղթավորվում, արխիվացվում է։ Դա սին դատարկ վարկած է, իմ կարծիքով։ Նույնիսկ այսպիսի մի հարց բացացվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենն ինքնասպանության չդիմանալով այդ իրավիճակին։ Ձեր կարծիքով երկար տարիների փորձ ունեցող, երկար տարիներ ազգային անվտանգության ծառայությունում մեծ գործունեություն ծավալած անձ, արդյոք վաղաժամ չէր պարոն Կուտոյանի նշանակումը, որ մենք նույնիսկ այս իրականությունը նախ ասեմ ձեզ, Գյորգի Կուտոյանը շատ գրագետ, պատրաստված, զուսպ, համեստ, իմ կարծիքով բացարձակապես չկոռումպացված անձնավորություն էր։ Սա փաստ է, որ ես համենայն դեպս իրեն այդպիսին եմ ճանաչում։ Գյորգի Կուտոյանի վաղաժամ նշանակվելը, ես նույնիսկ կասեի, վաղաժամ չէր իր նշանակվելը, պարզապես ճիշտ չնախապատրաստեցին Գյորգի Կուտոյանին այդ պաշտոնում նշանակվելու համար։
Գեորգի Կուտոյանը ուներ այդ պոտենցիալը։ 2016 թվականին բոլորս գիտենք, որ Գորիկ Հակոբյանը, Գորի Գուրգենիչը պետք է կենսաթոշակի անցներ եւ պետք է իր փոխարեն մարդ նշանակվեր։ Ես այսպես եմ մտածում, եթե հանրապետության նախագահը նպատակ ուներ այդ պաշտոնում նշանակեր Գեորգի Կուտոյանին, իսկ այստեղ տարիքի ես չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ տարիքը չի խնդիրը։ Փորձարարություն, փորձ ունենալն է այստեղ կարևոր էլեմենտը, որ պետք է հաշվի առնել։ Նախապես պետք է իմ կարծիքով ուղղակի Գեորգի Կուտոյանին աշխատանքի նշանակել անվտանգության ծառայությունում, դա դեռևս 2014, 2013, 2015 նույնիսկ թվականներին Գեորգի Կուտոյանը ներսից ավելի ցածր պաշտոնում սկսել աշխատել, օրինակ ինչ-որ ինքնուրույն դեպարտամենտի պետի պաշտոնում սկսել աշխատել, փորձ ձեռք բերել, մի հատ հիմնարկի ներսից տեսնել հիմնարկը ինչպես է աշխատում, կոլեկտիվի անդամների հետ ծանոթանալ, վերջի վերջո դա մեծ կոլեկտիվ է, ընդ որում բոլորը զարգացած, բանիմաց մարդիկ են, ինքնուրույն տեսլական ունեցող եւ ԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվում է մի մարդ, ով նույնիսկ փոքր կոլեկտիվ ղեկավարելու փորձ չուներ։ Այստեղ չի կարող անհետևանք չլինել այս ամեն ինչը եւ իր համար է դժվար լինում նշանակված մարդու համար եւ կոլեկտիվի համար է դժվար լինում այդ նոր մարդու հետ աշխատելու իմաստով։ Իսկ եթե ավելի վաղ նշանակվեր ինքը աշխատանքի տեղափոխվեր անվտանգության ծառայություն, բնականաբար, այսպես ասած, նախապատրաստական փուլը ավելի ջուրին կլիներ անցնելը, կծանոթանար կոլեկտիվի աշխատանքի նրբություններին, կպատկերացներ թե համակարգը ինչպես է աշխատում եւ իրեն էլ հեշտ կլիներ, մարդկանց էլ հեշտ կլիներ։ Բայց մենք ինչ իրավիճակ ունեցանք։ ԱԾ տնօրենի պաշտոնում պարոն Կուտոյանը նշանակվեց շատ բար ժամանակահատվածում։ Դուք հիշում եք 2015 թվականին ինչ իրադարձություններ տեղի ունեցան, բացահայտվեց Նորքի զինված խումբը։ Իր նշանակումից անմիջապես հետո տեղի ունեցան ապրիլյան իրադարձությունները, հետո Սասնա ծռերի գործը դեպքը տեղի ունեցավ։ Հետո ի հայտ եկան նաև այնտեղ ես մտաբերում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների մի քաղաքացի էլ պատվիրել էր, այսպես էլի տենց սպանություններ պատվիրվել։ Այսինքն քաղաքական, ներքաղաքական լարված, խիստ գերլարված մթնոլորտում ԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվեց ելեմ կրկնում իմ պատկերացմամբ իմ գնահատականներով շատ դրական հատկանիշներով օժտված մեկը, բայց ցավոք սրտի բավարար փորձառություն չունեցող մեկը, ով այս իրավիճակում պարզապես շատ կդժվարանար կառույցը ղեկավարելուց։ Չնայած դրա հետ միասին ես այդ մասին ասել եմ նաև ավելի նեղ շրջապատում, նաև խոսել ենք իմ ընկերների, այսպես ասած, գործընկերական միջավայրում, երբ Սասնա ծռերի դեպքը տեղի ունեցավ օգոստոսի կեսերին, երբ հարձակումը այդպես արդեն կայացած փաստ էր, ձևավորվել էր օպերշտաբ աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, որպեսզի կարողանային վնասազերծեին խումբը հարձակումը իրականացրած եւ այդ ամբողջ աշխատանքները ղեկավարում էր Գեորգի Կուտոյանը։ Ես ղեկավարում էի քննչական խումբը, քրեական գործի դեպքի արդիվ հարուցված քրեական գործով եւ ամենօրյա ռեժիմով ես լինում էի շտաբում օպերատիվ գիշերը 2-ից 3 ընկած ժամանակահատվածում պարոն Կուտոյանի զեկուցում էի օրվա կատարված աշխատանքների մասին։ Տեսեք, մենք խոսում ենք անփորձության մասին եւ ասում ենք, որ այդ անփորձ էր ու բնականաբար կդժվարանար կառույցը ղեկավարելու հարցում, բայց դրա հետ միասին այդ ֆորս մաժորային այդ պայմաններում, երբ որ նայում էի ես թե ոնց էր կարողանում Գեորգի Կուտոյանը տիրապետել իրավիճակին, ոնց էր կարողանում ի տարբերություն ընդորում մյուս ուժայինների ղեկավարների, ովքեր առանձին դեպքերում, երբ ռիսկը բարձրանում էր, վտանգը ավելանում էր, որ կարող էր դրսի ամբողջը ճեղքել եւ միանալ ներսում գտնվող զինյալներին, Գեորգի Կուտոյանը երբեք չէր, այսպես ասած, երբեք չէր խոճապի մատնվում։ Նա իրավիճակը կարողանում էր զուսպ պահել իր կոնտրոլի տակ։ Չէր խառնվում իրար, չէր գնում այնպիսի քայլերի, որ կարող էին վտանգել, ավելի սրել իրավիճակը։ Եվ դրա երևի դա էլ էր արդյունքը, որ հարձակումը իրականացրած ոչ մի անձ չսպանվեց։ Չնայած օրենքով կար ընձեռնված էր բոլոր հնարավորությունները զինված խմբի անդամներին հենց այդ եղանակով վնասազերծելու իմաստով, բայց միջև վերջ նա պահեց այդ հանձնարարականը, որ վնասազերծման դեպքում էլ վիրավորեն, բայց չսպանեն։ Հասկանում եք, դա իր աշխատանքի արդյունքն էր, ես դա վստահ եմ ձեզ ասում, ու հենց այդ համադրությունն է, որ ինձ զարմացնում է, ուրեմն ինչքան ինքը խորն է այդ ապրումները տարել, հետո արդեն այս հեղափոխությունից հետո կատարված այս 2018 թվականի հեղափոխություն կասեք, հեղաշրջում կասեք, ինչպես կուզեք անվանեք այս իրադարձությունից հետո կատարվածը, թեկուզ հենց անձնապես
երրորդ նախագահի անձին առնչվող, երբ կանչում էին հարցաքննությունների, երբ արդեն մեղադրանք էր առաջադրված, որ Սասնա ծռերի խմբի եւ մյուս տարբեր իրավիճակներում են ես դա նկատել, որ Գյորգի Կուտոն իսկապես պոտենցիալ ունեցող անձ էր, եւ եթե նրա փորձառությունն էլ արդեն բավարար մակարդակի գար, նա իմ կարծիքով կդառնար ծառայության լավագույն ղեկավարներից մեկը։ Ուղղակի ժամանակ էր պետք, որպեսզի այդպես կտրուկ չլիներ նշանակումը։ Մարդը պետք է հասկանար ծառայությանը, այսպես ասած լեզուն հասկանար, աշխատողների տեղակալների հետ կարողանար նորմալ աշխատանքը կազմակերպել, պոտենցիալը ճիշտ օգտագործել, բայց ինքը անհատականություն էր, ինքը ուներ իր եսը, ինքը իրավապահ համակարգի իերարխիայում ԱԱԾ դիրքը բավականին բարձր էր կարողանում պահել։ Գիտեր, այսպես ասած, ԱԱԾ-ի արժեքը։ Պարոն Համբարձումյան, մինչ ինքնասպանությունը վերջին անգամ երբ եք իրան տեսել կամ տեսել։ Գիտեք, ցավոք սրտի հիմա աշխատանքից ազատվելուց հետո մեր շփումը, այսպես ասեմ, пассив էր, զանգերի մակարդակով։ Անձնական հանդիպում չեմ ունեցել իր հետ, դե ոնց է լինում, արդեն հեղափոխությունը կամ հեղաշրջումը տեղի էր ունեցել, Գյորգի Կուտյանին հրաժեշտ էինք տվել հենց հիմնարկից, վերջին անգամ հավաքվել էինք մեր մոտ այդպիսի հնարավորություն կա նեղ ղեկավար կազմով, ճանապարհեցինք իրեն ու դրանից հետո 1-2 անգամ զանգեր ենք ունեցել, խոսել ենք, գիտեի որ Անգլիայում է սովորում, այստեղ չի լինում, ես ձեզ ասեմ, ես եղել եմ իր տանը եւ այսպես որ ասում եմ, որ վստահ ասում եմ, որ Վերինաշյանի համեստ զուսպ կենցաղով ապրող, ես ուղղակի հիացած էի իր ընտանիքի անդամների հետ շփվելով, իր կենցաղը տեսնելով, մարդը, գիտեք, ընդ որում միջև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը զբաղեցնում էր շատ առանցքային պաշտոն իրավապահ համակարգի ամբողջ սիստեմայում։ Նա տեսնում էր իրավապահ, այսինքն պաշտոնից ելնելով նա տեսնում էր իրավապահ համակարգի բոլոր, այսպես ասած, բոլոր հնարավորությունները, տեսնում էր բոլոր բացթողումները, այսինքն նա լծակներ ուներ շատ ավելի այսպես ասած իր կենցաղային պայմանները բարելավելու իմաստով, բայց իր ազնվությունից ելնելով, ելի եմ ասում, ինքը իսկապես ազնիվ ու համեստ կյանքով ապրող երիտասարդ էր։ Ես ձեզանից քիչ առաջ իմացա, որ օրեր առաջ մահացել է հայրը, առաջին անգամ եմ լսում այդ մասին ու այս առիթից էլ օգտվելով խոր ցավակցություն եմ հայտնում ընտանիքին այդ կորստի հետ կապված առիթով։ Ես գիտեմ, որ պարոն Կուտյանը նաև հոր հետ էր շատ կապնված ու ափսոսում եմ, որովհետև այդ ընտանիքում այսպիսի ցնցումներ չպետք է լինեին։ Ի վերջո, ինչու ինչը դիմացավ Գյորգի Կուտոյանը, այդքան երիտասարդ տարիքում վերջ տալով իր կյանքին, ինչ փուլում է նրա ինքնասպանության գործը, դեպքից 5 տարի անց։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, որտեղից սահմանափակվեցին միայն հայտնելով. գործով քննությունը շարունակվում է։